ես կարող եմ վերցնել վարկ եւ այդ վարկի ապահովման միջոց ազգականը, բարեկամը կամ ընկերը գրավադրի անշարժ կամ շարժական գույք։ Բանկերը եւ վարկային կազմակերպությունները ունենում են բռնագանձված գրավներ, որոնք կարող են նույնիսկ տարիներով չվաճառվել, գրավ դնելու ծայրահեղ միջոցին դիմելուց առաջ բավականին լավ ծանրութեթև է պետք անել։ Պետք չէ ամաչել ծանոթ իրավաբաններից իրավաբանական խորհրդատվություն ստանալ։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, այսօր կխոսենք գրավի մասին։ Յուրաքանչյուր էպիզոդում ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացություններ եւ տալիս գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ այս նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք տրամադրել որակյալ կրթական բովանդակություն, որը կօգնի ձեզ կայացնել խելացի ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից պարզ ոդքասթին, որպեսզի միասին կառուցենք ֆինանսապես ավելի գերագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր պարբերական տեսանյութերը։ Եվ այսպես ինչ է իրանից ներկայացնում գրավը։ Մեր հայաստանյան իրականությունում եւ մեր ֆինանսական համակարգում շատ կիրառված գործիք է, երբ մենք գնում ենք ֆինանսական հաստատություն վարկի դիմումով, հաճախ բանկը կամ վարկային կազմակերպությունը պահանջում է մեզանից գրավ։ Գրավը վարկի վերադարձի ապահովման երկրորդային գործիք է։ Երկրորդային ասելով նկատի ունենք, որ վարկի վերադարձը գրավից չի լինում առաջնային իմաստով, այսինքն վարկառուն լինի ֆիզիկական անձը, թե կլինի ընկերությունը կամ իրավաբանական անձը, վարկը վերադարձնում է իր եկամուտներից ստացված միջոցներով։ Գրավը իրենից ներկայացնում է երկրորդային ապահովություն, այսինքն բանկը կամ վարկային կազմակերպությունը վերցնում է գրավ, որպեսզի ապահովի իրեն այն ռիսկից, որ վարկառուն չի վերադարձնի վարկի հիմնական կամ այլ գումարը կամ դրա տոկոսագումարները։ Ինչու է մեր մոտ տարածված, որովհետև բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք իրականում ձևավորել են այս միջավայրը, հնարավոր է լինի ավելի վստահելի հարաբերություններ բանկերի հետ, մեր միջավայրում ավելի տարածված է գրավը։ Գրավը բնականաբար կապված է վարկատեսակի հետ եւ հաճախ վարկի միջոցով ձեռք բերվող գույքը եւ կարող է հանդիսանալ գրավ, թեև գրավ կարող է հանդիսանալ ցանկացած այլ գույք, այդ թվում վարկառուին չպատկանող գույք։ Օրինակ, ես կարող եմ վերցնել վարկ եւ այդ վարկի ապահովման միջոց ազգականը, բարեկամը կամ ընկերը գրավադրի անշարժ կամ շարժական գույք, կախված նրանից, թե ինչ եւ ինչքան վարկ են վերցնում եւ ֆինանսական կազմակերպությունը ինչ տիպի գրավ է պատրաստ ընդունել որպես ապահովման միջոց։ Եվ այսպիսով վարկի ձևակերպման դեպքում ունենում ենք վարկի պայմանագիր մի կողմից եւ ունենում ենք նաեւ գրավի պայմանագիր մյուս կողմից, որը ըստ էության կցված է կամ ապահովում է մեր վարկի վերադարձը։ Եվ բնականաբար գույքի տերը պետք է ստորագրի այդ պայմանագիրը։ Պայմանագիրը կամ գրավադրման պայմանագիրը ըստ քաղաքօրենսգրքի պետք է կազմվի գրավոր, այդ գրավոր պայմանագիրը որպես կանոն պետք է անցնի նոտարական վավերացում, այսինքն նոտարի կողմից պետք է համոզվել, որ գույքի տերը գիտակցում է, ինչի համար է այդ գրավը դրվում եւ նոտարի ներկայությամբ ստորագրում է նման պայմանագիրը։ Գրավները կարող են լինել տարբեր, մեծ գումարների դեպքում հնարավոր է առաջնային գրավ ընդունողի համաձայնությամբ նույն գրավը հաջորդական գրավ դնել, նման դեպքեր եւս լինում են, եւս հնարավոր է, այդ դեպքում մեծ գրավի պարագայում հնարավոր է այլ ֆինանսական կազմակերպությունից կամ միևնույն ֆինանսական կազմակերպությունից լրացուցիչ վարկեր ստանալ։ Եվ այսպես, երբ որ մենք ստանում ենք կամ դիմում ենք հիպոթեկային վարկի, որպես կանոն հիպոթեկային վարկի ապահովման միջոց լինում է հիպոթեկային վարկով ձեռք բերվող
գույքը, բնակարանը, առանձնատունը կամ այլ անշարժ գույքը։ Եթե հիպոթեկային վարկը ձեռք ենք բերել վերանորոգման համար, ապա հնարավոր է հենց անշարժ գույքը, որը որ վերանորոգում ենք, դնել գրավ, բնականաբար հնարավոր է այլ անշարժ գույք դնել գրավ, կամ եթե ձեռք ենք բերում առանձնատան կառուցման վարկ, բնականաբար այլ անշարժ գույք պետք է գրավադրենք, որպեսզի ֆինանսական կազմակերպությունը տա մեզ այդ միջոցները։ Ավտովարկի դեպքում բնականաբար գրավի առարկան կարող է հանդիսանալ այն մեքենան, որը ձեռք ենք բերում, ինչպես նաև կարող են լինել լրացուցիչ կամ փոխարինող գրավներ։ Տեխնիկայի ձեռքբերման դեպքում հաճախ տեխնիկան կարող է լինել գրավ եւ բնականաբար կլինեն վարկատեսակներ, որոնց համար առանձին գրավ չի պահանջվի, օրինակ նույն օվերդրաֆտի համար որպես կանոն բանկը չի պահանջում գրավ, բայց բնականաբար օվերդրաֆտ տալիս է ելնելով կայուն դրամական հոսքերից, օրինակ նույն աշխատավարձային քարտերի դեպքում, երբ որ բանկը տեսնում է մեր ամենամսյա կայուն աշխատավարձային վճարումները եւ այդ ապագա դրամական հոսքերի հիման վրա տրամադրում է օվերդրաֆտը։ Բիզնես վարկերի կամ առևտրային վարկերի դեպքում կրկին հաճախ գրավի առարկա է հանդիսանում արտադրական անշարժ գույքը, կարող է հանդիսանալ սեփականատիրոջ կամ տնօրենի մասնավոր անշարժ գույքը, ինչպես նաև շարժական գույքը, պաշարները, դեբիտորական պարտքերը եւս կարող են հանդիսանալ գրավի առարկա։ Գրավի իրավունքը պայմանագիրը ձևակերպելուց եւ նոտարական վավերացում անցնելուց հետո գրանցվում է անշարժ գույքի կադաստրում, որտեղ արգելանք է դրվում գույքի առուվաճառքի գործարքների վրա, որը թույլ է տալիս գրավառուին, այսինքն ֆինանսական կազմակերպությանը, որը վերցրել է անշարժ գույքը կամ գույքը գրավադրման, ունենալ որոշակի ապահովություն, որ այդ գույքը առանց իրենց գիտության չի վաճառվի եւ ընդհանրապես դրա համար տեղեկանք է տրվում, ինչպես նաեւ գրավը գրավադրումից հանելու համար ստանում են գրավառուի համաձայնությունը եւ գրավի առարկան պարտքերը վճարելուց հետո, պարտավորությունները մարելուց հետո հանում են պետական գրանցումից։ Անշարժ գույքը բնականաբար գրավ վերցնելը ավելի ռիսկային է ֆինանսական կազմակերպության համար, թեև անշարժ գույքը եւս հնարավոր է գրանցել, բայց անշարժ գույքը կարելի է վերցնել եւ տանել, ի տարբերություն անշարժ գույքին, որը շատ ավելի կարելի ասել ֆիքսված է։ Բնականաբար անշարժ գույքերը տարբեր են, Երևանի կենտրոնի անշարժ գույքը եւ Արագածոտնի մարզի որևէ հեռավոր գյուղի անշարժ գույքը լրիվ տարբեր արժեք ունեն ֆինանսական կազմակերպության համար, առաջին հերթին, որովհետեւ դրանց իրացվելությունը բավականին տարբեր է։ Եվ բնականաբար բանկը, վարկային կազմակերպությունը նախընտրում են վերցնել այնպիսի գրավներ, որոնք պարտքերի չմարելու դեպքում կարելի է համեմատաբար հեշտությամբ կամ համեմատաբար կարճ ժամկետում վերածել իրացվելի միջոցների, դա միշտ չի տեղի ունենում եւ հաճախ բանկերը եւ վարկային կազմակերպությունները ունենում են բռնագանձված գրավներ, որոնք կարող են նույնիսկ տարիներով չվաճառվել եւ դա հատկապես կարող է վերաբերվել արտադրական գույքին։ Վարկի մարման պարտավորությունը առաջնային կրում է վարկառուն եւ միայն եթե վարկառուն չկատարի վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները, ֆինանսական կազմակերպությունը կարող է դիմել արդեն գրավի բռնագանձման պահանջով պայմանագրով նախատեսված ժամկետներում եւ պայմաններում եւ այդ դեպքում որոշակի գործընթաց պետք է անցնի, հնարավոր է եւ դատական գործընթաց, որպեսզի գրավի առարկան անցնի բանկին կամ վարկային կազմակերպությանը, դա կարող է լինել ժամանակատար, ռեսուրսատար եւ հնարավոր են նաեւ դեպքեր, մասնավորապես կան գործիքներ, որոնց պարագայում բանկերը այդ ռիսկերը նվազեցնում են, օրինակ վարկ չէ, բայց լիզինգի դեպքում, եթե խոսենք, կարծում եմ մի անգամ լիզինգի մասին էլ կխոսենք, այն գույքը, որ իրականում օգտագործում է օրինակ բիզնեսը, իրեն սեփականության իրավունքով չի պատկանում եւ դա շատ ավելի հեշտացնում է
ֆինանսավորող կազմակերպության իրավիճակը, քանի որ պարտավորությունները չկատարելու դեպքում դատական գործընթաց, բռնագանձում եւ այլ գործողություններից ըստ էության ազատվում են։ Եթե գրավի առարկան օրինակ անցնի այլ սեփականատիրոջ որևէ պարագայում, գրավի նկատմամբ իրավունքը չի դադարում, եթե գրավառուն չի տալիս իր համաձայնությունը։ Գրավի իրավունքը դադարում է, երբ որ հիմնական պարտքի վերադարձը տեղի ունենում եւ դրա արդյունքում կատարվում են համապատասխան պետական ձևակերպումներ եւ գրավի առարկան ազատվում է արգելանքից։ Մեկ այլ տարբերակ է, երբ գրավը ըստ էության բռնագանձվում է, վաճառվում է եւ վաճառված միջոցներով կատարվում է պարտավորության մարում, ինչպես նաև գրավի առարկայի ոչնչացման դեպքում եւս գրավի իրավունքը ըստ էության դադարում է, քանի որ առարկան գոյություն չունի։ Բնականաբար վարկի մարման պարտավորությունը չի վերանում, բայց գրավի առարկայի ոչնչանալու պարագայում ըստ էության չկա այլևս այն գույքը, որը կարելի է բռնագանձել, իրացնել եւ կատարել պարտավորության մարում։ Փորձենք ամփոփել եւ որոշակի խորհուրդներ այն մարդկանց, ովքեր պատրաստվում են գրավադրել իրենց գույքը։ Միշտ կարդացեք գրավի պայմանագրերը, հաճախ դրանք լինում են բավականին մանր շրիֆտով եւ որոշ խութեր հնարավոր է թաքնված լինեն գրավի պայմանագրում։ Պետք է շատ լավ գիտակցել գրավի պայմանագրի հետ կապված ռիսկերը եւ մասնավորապես պարտավորությունների չկատարման դեպքում այդ գրավադրված գույքը կարող է բռնագանձվել եւ այդ բռնագանձված գույքի վաճառքից ստացված գումարով հնարավոր է պարտավորությունները մարվեն եւ ըստ էության գնի որոշելը այդքան էլ միանշանակ չէ, հնարավոր է որ այդ գույքը մեր աչքում ավելի բարձր արժեք ունի, բայց ի վերջո լիկվիդային կամ իրացվելի արժեքով վաճառքը տեղի ունենա շատ ավելի ցածր գնով, որի պարագայում հնարավոր է որ պարտավորությունը մարելուց զատ մեզ որևէ գումար հետ չվերադարձվի կամ շատ ավելի չափավոր գումարներ վերադարձվեն։ Պարտադիր պետք է վերցնել գրավի պայմանագրի մեր օրինակը, եթե կան անհասկանալի հարցեր, պարտադիր այդ հարցերը պետք է պարզաբանել, բնականաբար բանկը եւ վարկային կազմակերպությունը պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ մեր բոլոր հարցերին։ Եթե վարկառուն մենք ենք, ապա պետք է շատ ուշադիր լինել վարկային պայմանագրի պայմաններին, ժամկետներին, տոկոսագումարներին։ Եթե վարկառուն մեկ այլ անձ է, այս դեպքում մեր ռիսկերը ավելի շատանում են եւ բնականաբար ավելի ուշադիր պետք է լինենք վարկառուի պարտաճանաչ մարումներ կատարելու գործընթացին։ Պետք է նաեւ մտածել պլան B-ի մասին, եթե վարկը ժամանակին չի մարվում, ապա ինչ հնարավորություններ ունենք, արդյոք կարող ենք մենք ապահովել գրավի մեր համար ձեռնտու պայմաններով իրացում, որի բնականաբար ֆինանսական կազմակերպության հետ համաձայնեցված, որպեսզի ժամանակին կատարվեն վարկային պարտավորությունները եւ ըստ էության ավել գումարը կարողանանք վերցնել մեզ։ Պետք է համոզվել, որ գրավը պատշաճ նոտարական վավերացում է անցել եւ պետական գրանցում է ստացել։ Պետք չէ ամաչել ծանոթ իրավաբաններից իրավաբանական խորհրդատվություն ստանալ, եթե գործարքը բարդ է, եթե որոշակի հարցեր պարզ չեն, եթե մեր իրավունքները ամբողջությամբ հասկանալի չեն։ Եվ վերջում երևի թե կարևոր խորհուրդը բնակարանը կամ տունը, որտեղ ապրում եք, եթե դա ձեր միակ ապրուստի վայրն է, խորտ չի տրվում գրավ դնել, իսկ գրավ դնելու ծայրահեղ միջոցին դիմելուց առաջ բավականին լավ ծանրութեթև է պետք անել, քանի որ այդ պահին կարող է չգիտակցենք իրավիճակի ծանրությունը, բայց հետագայում տանից դուրս գալը բավականին ցավոտ կարող է լինել եւ բնականաբար նման դեպքեր բարբերաբար պատահում են բանկերին եւ վարկային կազմակերպություններին էլ ցանկալի չէ նման իրավիճակներում հայտնվել, երբ որ մարդուն եւ իր ընտանիքին միակ ապրուստից ստիպված պետք է զրկեն
որպեսզի կատարեն չվճարված վարկային պարտավորությունները։ Երևի թե այսքանը լավ մտածեք վարկ վերցնելուց առաջ, լավ մտածեք գրավ դնելուց առաջ եւ այս պարագայում կարելի է լինել չափավոր օպտիմիստ կամ նույնիսկ կարելի է օպտիմիստ չլինել, որ անպայման եկամուտները կլինեն եւ հանկարծ գրավի հետ ոչինչ բան տեղի չունենա, միշտ աչքի առաջ պետք է ունենալ անցանկալի իրավիճակները եւ մտածել ինչպես ենք մենք այդ ռիսկերը ծածկում։ Այսքանը գրավի մասին, հաջորդ անգամ խոսենք երաշխավորությունների մասին։